Բարի երեկո, եթերում Կիրակ Նորյա հերթապամասն է։ Այս թողարկման մեջ տեղ գտած կարևոր իրադարձություններին ծանոթացեք նախամարոտ։ Նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին։ Բարեփոխումները զգալիորեն նպաստել են քաղաքացիություն չունեցող անձանց թվի նվազեցմանը։ Ներքին գործերի նախարարի տեղակալը մասնակցել է միջգերատեսչական հանդիպման։ Անվտանգ ճանապարհորդելու գրավիչ ուղղություն, Հայաստանը զբոսաշրջիկների աչքերով։ Քրեական և համայնքային ոստիկանություններում ընդունելության ֆիզիկական և մասնագիտական ստուգումները հաղթահարած 237 դիմորդներից 155-ը դիմել են համայնքային, 82-ը քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու համար։ Դրական արդյունքներ գրանցած թեկնածուները կանցնեն հատուկ վերապատրաստում և կնշանակվեն համապատասխան պաշտոնների։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և ոստիկանության պետ Արամ Ղազարյանը ներկա են եղել տարբեր օրերին ընթացող ընդունելության վերջին հարցազրույցի փուլին։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 15-ին այցելել է Ներքին գործերի նախարարության կրթահամալիր, հետևելու քրեական ոստիկանությունում և համայնքային ոստիկանությունում ընդունելություն մրցույթի հարցազրույցի փուլին։ Հանձնաժողովների նախագահները Արփինե Սարգսյանին ներկայացրել են հարցազրույցի անցկացման կարգը, թեկնածուների ընտրության ու գնահատման չափորոշիչները։ Ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պատրաստվածության համալիր ստուգման փուլերը հաղթահարած 237 դիմորդներից 155-ը դիմել են համայնքային ոստիկանությունում, իսկ 82-ը քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու համար։ Հանձնաժողովների կազմում ընդգրկված են քրեական և համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունների պետերը, ներքին գործերի նախարարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, նաև հոգեբաններ։ Այս կազմը թույլ է տալիս, որպեսզի բազմակողմանի գնահատվեն դիմորդի կարողությունները, գիտելիքները, ունակությունները, կոմպետենցիաները, ինչքանով են դրանք համապատասխանում ակնկալվող աշխատանքի որակին և արդյունքին։ Հանձնաժողովի անդամները նախապես հաստատված հարցաշարերի միջոցով ստուգում են դիմորդների բարևարկությունը, հոգեբանական նկարագիրը, կոնկրետ իրավիճակում որոշումներ կայացնելու, ինքնատիրապետման, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունները։ Մասնագիտական մոտիվացիան տարբեր հարցերի միջոցով մենք կարողանում ենք բացահայտել։ Առաջին հերթին անձնային առանձնահատկությունները անհատի պետք է բացահայտենք և խաչաձև հարցերի միջոցով մենք կարողանում ենք դա անել։ Ընդունելություն մրցույթի շնորհիվ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների համար ստեղծվում են մասնագիտական աճի, այլ ծառայություններում իրենց փորձը կիրառելու և առաջխաղացման նոր հնարավորություններ։ Հարցազրույցը հաջողությամբ հաղթահարածները կրթահամալիրում կանցնեն հատուկ վերապատրաստում և կնշանակվեն համապատասխան պաշտոնների։ Քրեական և համայնքային ոստիկանություններում ընդունելություն մրցույթի հարցազրույցների փուլը շարունակվում է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը դեկտեմբերի 17-ին ներքին գործերի նախարարության կրթահամալիրում հետևել է ընթացքին։ Հանձնաժողովների կազմում ընդգրկված են քրեական և համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունների, ներքին գործերի նախարարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեբաններ, ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պատրաստվածության համալիր ստուգման փուլերը հաղթահարած դիմորդները հարցազրույցի փուլում ներկայացրել են մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու ծառայողական փորձը առանձին դեպքերի նկարագրությամբ։ Գնահատվել է դիմորդների իրավիճակային մտածողությունը, որոշումներ կայացնելու կարողությունը, ինչպես նաև հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտությունները։ Հարցազրույցները ուղղված էին դուրս բերելու, թե տվյալ դիմորդները որքանով են պատրաստ և որքանով կկարողանան իրականացնել այն աշխատանքը, որը իրենց սպասվում է։ Լինում են և թեկնածուներ, որոնք որ իսկապես համապատասխանում են ծառայողի չափորոշիչներին, լինում են նաև թեկնածուներ, որոնք դեռ իրենց վրա աշխատելու ժամանակ կա։ Հարցազրույցի այս փուլում հանձնաժողովի անդամները ստուգում են դիմորդների պատրաստվածությունն ու ոստիկանությունում ծառայության պահանջների համապատասխանությունը։ Ընդունելություն մրցույթի արդյունքում ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների համար ստեղծվում են մասնագիտական աճի, ծառայողական փորձը այլ ստորաբաժանումներում կիրառելու, ինչպես նաև առաջխաղացման նոր հնարավորություններ, նպաստելով անձնակազմի կարողությունների արդյունավետ օգտագործմանն ու համակարգի շարունակական զարգացմանը։ Հարցազրույցը հաջողությամբ հաղթահարածները կրթահամալիրում կանցնեն հատուկ վերապատրաստում և կնշանակվեն համապատասխան պաշտոնների։
Նախարար Արփինե Սարգսյանը ընդունել է Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։ Հանդիպման առանցքային թեմաներից էր Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարումը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։ Ողջունելով դեսպանին նախարար Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Կիպրոսի միջև ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները, ընդգծելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար դեսպան Մավրոսը վերահաստատել է պատրաստակամությունը շարունակելու աջակցել ներքին գործերի նախարարության բոլոր ոլորտներում, ինչպես նաև վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Կողմերը քննարկել են ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների հետ համագործակցության, անձնակազմի կարողությունների զարգացման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման վերաբերյալ հարցեր։ Անդրադառնալով գործողությունների ծրագրի կատարման ընթացքին, Արփինե Սարգսյանը նշել է ԵՄ գնահատման առաջին առաքելության այցի նպատակի ու օրենսդրական և քաղաքականության շրջանակին վերաբերող առաջին փուլի հենանիշների առաջընթացի գնահատման ուղղությամբ աշխատանքների մասին։ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը, ընդգրկելով նոր ուղղություններ։ Բարեփոխումները զգալիորեն նպաստել են քաղաքացիություն չունեցող անձանց թվի նվազեցմանը։ Ներքին գործերի նախարարի տեղակալը մասնակցել է միջգերատեսչական հանդիպման, ընդգծվել է, որ Հայաստանի կառավարությունը իդեմս ներքին գործերի նախարարության ցուցաբերել է հետևողական քաղաքականություն։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը դեկտեմբերի 16-ին մասնակցել է Հայաստանի ապաքաղաքացիության ինդեքսի ներկայացում թեմայով միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցում էին ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության, միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության, Առաքելություն Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպության, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների այլ ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանն իր խոսքում նշել է, որ ներքին գործերի նախարարությունը սերտորեն համագործակցում է միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Առաքելություն Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպության հետ։ Նա նշել է, որ պետությունն ինքը հստակ հանձնառություններ ունի ստանձնած ապաքաղաքացիության կրճատման մասով միջազգային պարտավորություններին համահունչ, եւ այդ բոլոր հանգամանքները էականորեն նպաստել են միջազգային հարթակներում Հայաստանի դիրքավորմանը։ Անդրադառնալով ապաքաղաքացիության կրճատման ուղղությամբ Հայաստանի ստանձնած միջազգային հանձնառություններին, Ներքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ վերջին տարիներին օրենսդրական բարեփոխումները զգալիորեն նպաստել են քաղաքացիություն չունեցող անձանց թվի նվազեցմանը։ Նրա խոսքով բարեփոխումները հնարավորություն են տվել նաև հստակ սահմանել քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը, ինչի շնորհիվ նրանք կարող են պատշաճ իրացնել իրենց իրավունքները։ Արմեն Ղազարյանը նշել է, որ պետական եւ իրավական քաղաքականություններ մշակելիս որոշ խոցելի խմբեր հաճախ մնում են տեսադաշտից դուրս, եւ այդ համատեքստում կարևոր է նրանց նկատմամբ թիրախային վերաբերմունքը։ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտպանության գծով ղեկավար Գաննա Կոպցյուխը ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը իդեմս ներքին գործերի նախարարության ցուցաբերել է հետևողական քաղաքականություն, որի արդյունքում արձանագրվել է էական առաջընթաց ինչպես ապաքաղաքացիության խնդրի նվազեցման, այնպես էլ իրավական մեխանիզմների մշակման եւ ներդրման ուղղությամբ, նպաստելով քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացին։ Ներկայացվել է Հայաստանի ապաքաղաքացիության ինդեքսը, որը բավականաչափ բարձր ցուցանիշ է։ Ներկայացվել է նաև միջազգային լավագույն փորձն ու չափանիշները, ինչպես նաև այն խնդիրներն ու բաց թողումները, որոնց շտկումն անհրաժեշտ է ապաքաղաքացիության խնդրի հաղթահարման գործընթացն առավել արդյունավետ եւ համաշխարհային չափանիշներին համապատասխան դարձնելու համար։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանն իր խոսքում ընդգծել է ոլորտի լավարկման ուղղությամբ մշտական պատրաստակամությունը, որպես լիազոր մարմնի սեփական հանձնառությունը, ինչպես նաև բարձր գնահատել միջազգային եւ հասարակական կայուն եւ բարձրորակ գործընկերությունը, որն առկա է ոլորտում։ Հանդիպումը ապաքաղաքացիության խնդրի հաղթահարման, տեղական եւ միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև թիրախ խմբերի նկատմամբ նպատակային ուշադրության անհրաժեշտությունը գնահատելու հնարավորություն էր։ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը քննարկելու համագործակցության ընթացքն ու զարգացման նոր հնարավորությունները։ Պատվիրակության անդամները ներկայացրել են հիդրոթեութաբանության, կլիմայական ռիսկերի եւ վաղ ազդարարման համակարգերի կատարելագործմանն ուղղված ծրագրեր։
Փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկայ էին շրջակա միջավայրի նախարարության հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանն ու Արսեն Մկրչյանը։ Նշելով, որ Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցությունն էապես նպաստել է Փրկարար ծառայության կարողությունների զարգացմանը, Կամո Ցուցուլյանը կարևորել է նոր նախաձեռնությունների հնարավորությամբ համագործակցության շարունակականությունը։ Պատվիրակության անդամներ հիդրոթերապևտաբանության գծով խորհրդատուներ Հալեհ Քուվայթը, Վլադիմիր Ցիրկունովը եւ քաղաքաշինության մասնագետ Նորա Միրզոյանը ներկայացնելով Համաշխարհային բանկի առանցքային ծրագրերը ընդգծել են, որ դրանցում առանձնահատուկ կարևորություն է տրվել հիդրոթերապևտաբանության կլիմայական եւ վաղ ազդարարման համակարգերի կատարելագործմանը։ Որպես վաղ ազդարարման եւ ռիսկերի կառավարման համակարգի առաջնահերթություն քննարկվել են կարողությունների զարգացման արդյունավետ կառավարման եւ միջգերատեսչական համագործակցության ամրապնդման հարցեր։ Անդրադառնալով հիդրոթերապևտաբանության ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզով նախատեսված գործողություններին, առանձնացվել են այն առաջնահերթությունները, որոնք ուղղված են կլիմայական ռիսկերի պայմաններում փրկարար ծառայության եւ այլ գերատեսչությունների միջև վաղ ազդարարման, ինչպես նաեւ հանրային իրազեկման ապահովմանը։ Ընդգծվել է, որ այդ գործողություններն առանցքային են ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու եւ բնական աղետներին դիմակայելու կարողություններն ամրապնդելու համատեքստում։ Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ ժամանակակից համակարգերի զարգացումը կնպաստի ռիսկերի կառավարման արդյունավետության բարձրացմանը, միաժամանակ ապահովելով դիմակայուն առաջընթաց։ Տեսական գիտելիքներից գործնական կիրառություն մշակվել են անձնական տվյալների պաշտպանության նոր ուղեցույցներ։ Ներքին գործերի նախարարությունը հետևողական է, որպեսզի ոստիկանության ծառայողները անձնական տվյալների հետ աշխատելիս առաջնորդվեն բացառապես օրենքի պահանջներով։ Ներքին գործերի նախարարությունը անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից բարձր ստանդարտներ է որդեգրել, որպես ներքին անվտանգության ապահովման պատասխանատու, նախարարությունը հետևողական է, որպեսզի ոստիկանության ծառայողներն անձնական տվյալների հետ աշխատելիս առաջնորդվեն բացառապես օրենքի պահանջներով։ Այդ համատեքստում ոստիկանության ծառայողների համար մշակվել են անձնական տվյալների պաշտպանություն եւ անձնական տվյալների պաշտպանությունը ոստիկանության գործողությունների ընթացքում ուղեցույցները, նաեւ ներքին գործերի նախարարի հրամանով հաստատված ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգը։ Ուղեցույցի նպատակը առավել պարզ, մատչելի տարբերակով, սխեմաների միջոցով, պրակտիկ օրինակների միջոցով ներքին գործերի նախարարության աշխատակիցներին ծանոթացնելն է անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությանը եւ դրա կիրառման կանոններին, առանձնահատկություններին։ Էմիլ Մարգարյանի խոսքով ոստիկանության ծառայողներն ամենօրյա գործունեության ընթացքում առնչվում են անձնական տվյալների հավաքագրմանն ու մշակմանը, ուստի ուղեցույցը անձնական իրավունքների պահպանման եւ ոստիկանության գործառույթների պատշաճ իրականացման համար կարևոր նշանակություն ունի, միաժամանակ նպաստելով իրավապահ համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը։ Հատկապես շեշտադրվել է, որ անձնական տվյալները դրանց վնասումը կամ ոչ ճիշտ իրականացումը կարող է վնաս պատճառել անձին նաև մի շարք այլ իրավունքների, դրանից ելնելով ել ավելի է կարևորվում նման ուղեցույցի ստեղծումը եւ կիրառումը։ Ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգը բարձր ռիսկային իրավիճակներում ուժի կիրառման, կարգավորող իրավական դաշտի, համաչափության անհրաժեշտության վերաբերյալ համալիր ձեռնարկ է, որի մշակման աշխատանքներին ներգրավվել են կրթահամալիրի եւ ոլորտի լավագույն մասնագետները։ Պատրաստվել է համապատասխան ուղեցույցը, որը որ էլի սխեմատիկ տարբերակով առավել պարզ շարադրմամբ հնարավորություն է տալու, որպեսզի ոստիկանության տարբեր ստորաբաժանումները իրենց գործառույթները առավել պատշաճ եւ մատչելի իրականացնեն։ Ձեռնարկները միտված են ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացմանը, գործառույթային պարտականությունների առավել պատշաճ կատարմանը եւ քաղաքացիակենտրոն մոտեցումներով առաջնորդվելուն։ Շարունակելով ծրագիրը առաջարկում եմ անցնող շաբաթվա քրեական նորություններին ծանոթանալ մեկ տեսաշարով։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դեկտեմբերի 18-ին քրեական եւ համայնքային ոստիկաններն ու Մալաթիա Սեբասիա վարչական շրջանի քննիչները խուզարկություններ են կատարել Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդու բնակության եւ աշխատանքի վայրերում։ Ըստ մեր կողմից ստացված օպերատիվ տեղեկության 44-ամյա տղամարդը իր բնակության վայրում եւ աշխատասենյակում պահում էր ապօրինի զենք զինամթերք, ինչպես նաեւ թմրանյութ, որը հաստատվեց կատարված խոզարության ընթացքում։
Խուզարկությամբ 44-ամյա տղամարդու աշխատասենյակում հայտնաբերվել են սպիտակ բյուրեղանման եւ փոշենման զանգվածներ ու սպիտակ հետքերով գլանակ։ Կուրղինյան փողոցում գտնվող նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են 3 ատրճանակ, փամփուշտներ, պահեստատուփեր, հոգեմետ դեղահաբեր, տեղնականաչավուն զանգված, հեղուկանման զանգվածով գլանակներ, մոխրացած հետքերով կաթուցիչներ։ 44-ամյա տղամարդը զենք զինամթերք պահելու, կրելու, ինչպես նաև թմրանոթ պահելու եւ օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին։ Իսկ նրա կողմից շահագործող մեքենաները տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, կատարվում է նախաքննություն։ Նոյեմբերի 20-ից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելված է Սիգի արդյունագործական որսը, եւ այս արգելքը խախտողների դեմ ակտիվորեն պայքարում է նաեւ ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտը։ Ամփոփ ներկայացնենք այս ուղղությամբ վերջին օրերին նրանց կատարած աշխատանքի արդյունքները։ Դեկտեմբերի 11-ին ժամը 9:45-ի սահմաններում Կարճախբյուր ծովակ գյուղերի միջև ընկած ափամերձ ջրային պարեկները հայտնաբերել են ձկնորսական 2 նավակ, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Դեկտեմբերի 12-ին ժամը 6:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 52-րդ կիլոմետրին պաշտի ծառայողները կանգնեցրել են Գավառ քաղաքի մի բնակչի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենան։ Բեռնախցիկում հայտնաբերվել է մոտ 57 կիլոգրամ քաշով 155 սիկ։ Վարորդն ու մեքենան տեղափոխվել են համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Դեկտեմբերի 14-ին ժամը 11:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կիլոմետրին ջրային պարեկները կանգնեցրել են Գավառ քաղաքի մի բնակչի վարած VAZ-2109 մակնիշի ավտոմեքենա։ Ստուգմամբ հայտնաբերվել է 10 կիլոգրամից ավելի ձկնկիթ։ Տղամարդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Նույն օրը նույն ճանապարհահատվածում պարեկները կանգնեցրել են Գավառ քաղաքի մեկ այլ բնակչի վարած Opel-ը, որի սրահում հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի ձկնկիթ։ Այս դեպքում էլ վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Սևանի բաժին։ Դեկտեմբերի 15-ին գիշերվա ժամը 1:30-ի սահմաններում վաշտի ծառայողները Ծովագյուղ շորժահատվածում հայտնաբերել եւ ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով Սևանի համայնքային բաժին են տեղափոխել Ծովագյուղի մի բնակչի։ Նրա ռետիներ նավակում կար 40 հատ սիգ եւ 9 հատ կարաս տեսակի ձուկ։ Ուժեղացված ծառայությունը շարունակվում է, որսի արգելքն ինքնանպատակ չէ, ուստի կոչ են կանում ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիներին սպասել մինչև Սիգի որսի արգելքի ավարտը։ Դրանով դուք ոչ միայն կխուսափեք վարչական կամ քրեական պատասխանատվությունից, այլև կնպաստեք Սևանա լճի ձկնային պաշարի կայուն վերականգնմանը։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։ Բարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է արդեն կա շուրջ 500 դիմում, հաշվի առնելով դիմորդների մեծ հոսքը, ներկայացված դիմումների քանակը եւ քաղաքացիների արձագանքը որոշում է կայացվել երկարաձգել ընդունելության վերջնաժամկետը։ Ընդունելության համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստակամությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները։ Դիմորդների փաստաթղթերը ընդունվում են ներքին գործերի նախարարության կրթահամալիրում 2025 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։
Ներքին գործերի նախարարության համակարգված աշխատանքի շնորհիվ Հայաստանը ապահով եւ գրավիչ երկիր է անվտանգ ճամփորդության համար։ Այդ մասին փաստում են Հայաստան այցելած զբոսաշրջիկները եւ նշում են հայերի բարեհամբույր վերաբերմունքն ու նաեւ այն, որ նույնիսկ գիշերային ժամերին իրենց լիոնվին անվտանգ են զգում։ Ջերմ հյուրընկալություն ու անվտանգային բարձր մակարդակ, համադրություն, որն այս տարի գրավել է միլիոնավոր այցելուների զբոսաշրջային ուղղություններից ընտրելու Հայաստանը։ Մենք Հունաստանից ենք եւ շատ ենք գալիս այստեղ։ Մեզ շատ է դուր գալիս, ամեն ինչ հրաշալի է։ Առաջին տպավորությունս իսկապես լավն է։ Հայերն իսկապես լավն են, երկիրը գեղեցիկ է, հարուստ պատմությամբ եւ դրա համար ես սիրում եմ այստեղ գալ։ Շատ բարեհամբույր եւ բարեսիրտ ժողովուրդ է, կարելի է յուրաքանչյուրին կանգնեցնել փողոցում ցանկացած հարցով եւ բոլորը կփորձեն օգնել, խորհուրդ տալ։ Մեզ շատ դուր եկան մարդիկ, նրանց վերաբերմունքը, եթե հարց ենք տալիս կամ օգնության դիմում, հաճույքով օգնում են։ Միջազգային վարկանիշներում ներկայացվածությունը եւս արտացոլում են մեր երկրի անվտանգային մշակույթն ու զբոսաշրջային գրավչությունը։ Այս տարի միջազգային հայտնի պարբերականը, որը ամեն տարի հարցումներ է իրականացնում եւ հրապարակում, թե որ երկրներն են համարվում ամենաանվտանգը, Հայաստանը դիրքավորել էր 8-րդ տեղում։ Անվտանգությունը մեր կենսակերպի մեջ է, մեր վարվելակերպի մեջ է եւ մարդիկ իրապես Հայաստանում իրենց անվտանգ են զգում։ Ես շատ երկրներ եմ ճամփորդել եւ որոշ եվրոպական երկրներում անգամ, օրինակ եվրոպական քաղաքներից նշեմ Բարսելոնայում, զբոսաշրջիկների հեռախոսին ծանոթություններ են գալիս այն մասին, որ պետք է ուշադիր լինել անձնական իրերի, պայուսակի նկատմամբ, դրանք զբոսաշրջիկները իրենց մոտ պահեն։ Բարեբախտաբար Հայաստանում նման ծանոթությունների կարիքը չկա։ Զբոսաշրջիկների համար անվտանգային պայմանները նախընտրած երկիր այցելելու ընտրության հարցում կարևոր չափանիշներ են։ Հայաստանն այն երկիրն է, որտեղ զբոսաշրջիկներն իրենց անվտանգ են զգում։ Ոչ մի պահ քեզոտար չես զգում։ Մենք այստեղ մեզ լիովին անվտանգ ենք զգում եւ գիտեք, կարող եմ ասել, որ մենք դեռ չենք եղել Հայաստանի այլ քաղաքներում, բայց Երևանը որպես մայրաքաղաք պարզապես բարձր մակարդակի վրա է։ Սա իսկապես եվրոպական քաղաք է, հարմարավետ ու անվտանգ։ Ինձ անվտանգ եմ զգում, լիովին անվտանգ։ Ոստիկանության ծառայողներն ու անվտանգության աշխատակիցներն ամենուր են, օրինակ տեսարժան վայրերի մոտ, հրապարակներում, խանութների մոտ, սա զբոսաշրջիկներին ապահովություն է ներշնչում։ Անվտանգային միջավայրի վերաբերյալ զբոսաշրջիկների գնահատականը թվերով։ Առնվազն 9 կամ 10։ 9։ 9։ Գնահատում եմ 10-ից 10։ Իրադարձային туриզմը, որ իրականացնում է զբոսաշրջության կոմիտեն, անցնում են առանց լուրջ միջադեպերի եւ պետք է շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին, ներքին գործերի նախարարության, որոնք զգոն են եւ միշտ աջակցում են մեզ այդպիսի մեծ մարդաշատ միջոցառումների անցկացման համար։ Զբոսաշրջիկները նշում են, որ հատկապես գիշերային ժամերին անվտանգության առումով Երևանը գերազանցում է նրանց այցելած բազմաթիվ քաղաքների, ինչը ներքին գործերի նախարարության ոստիկանության բոլոր ծառայությունների համակարգված եւ արդյունավետ աշխատանքի ցուցիչ է։ Ոչ բոլոր քաղաքներում զբոսաշրջիկը կարող է իրեն գիշերը ապահով զգալ, առավել եւս գիշերային ժամերին, սովորաբար զգուշացնում են 11-ից հետո դուրսը չգտնվել եւ այլն, իսկ Երևանում եւ մյուս մեր բոլոր այցելավայրերում գիշերային կյանքը կամ գիշերը զբոսնելը, վրանում ապրելը ոչ մի խնդիր չի առաջացնում զբոսաշրջիկի համար։ Ըստ Կոնդե Նաստ միջազգային հեղինակավոր ճանապարհորդական պարբերականի Երևանը աշխարհի 10 լավագույն գիշերային կյանքով քաղաքների շարքում 7-րդն է։ Կարող եմ ազատ շրջել թե գիշերը, թե ցերեկը առանց որևէ խնդիրների, նույնիսկ կարող եմ միայնակ քայլել։ Անցած գիշեր մինչև ժամը 1-ը միայնակ դրսում եմ եղել եւ քայլել եմ դեպի հյուրանոց, իսկապես անվտանգ էր։ Այստեղ կարող ես անգամ գիշերը դուրս գալ։ Մենք կարող ենք երեխաների հետ հանգիստ զբոսնել քաղաքում։ Մենք իսկապես մեզ ապահով ենք զգում։ Ժամանել ենք առավոտյան ժամը 5-ին, դեռ մութ էր, քայլելիս հանդիպեցինք ոստիկանների, որոնք մեզ ճանապարհ ցույց տվեցին։ Զբոսաշրջիկների արձագանքները փաստում են, որ Հայաստանը տեսնելու, զգալու եւ անվտանգ ճամփորդելու երկիր է։
Ներքին գործերի նախարարությունը շարունակում է առաքելությունը, բոլոր ջանքերը ներդնելով մեր երկիր այցելողների առավել անվտանգ հանգիստը երաշխավորելու ուղղությամբ։ Շաբաթվա կարևորները այսքանն էին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հաջողություն։